6-րդ դասարանի աշակերտներ շարունակում ենք խնդիրների լուծումը։ Խնդիր համար 712 ձեր դասագրքի խնդիրներից է։ Խնդրի կարճ համառոտագրությունը հետևյալն է. ունենք AB հատված, որի վրա նշված է C կետ։ CB-ն AC-ի 2/3 մասն է։ Ընդ որում տրված է, որ CB-ն հավասար է 24 սանտիմետր։ Տրված է գծագիրը, ես գծել եմ գտնել ամբողջ AB հատվածի երկարությունը։ Հիմա եկեք մի փոքր վեր լուծենք։ Եթե ասում է CB-ն AC-ի 2/3 մասն է, դա նշանակում է, որ CB-ն ավելի փոքր է AC-ից, AC-ն ավելի մեծ է։ Ուրեմն ամբողջ AC-ն գտնելու համար 24-ը, որը CB-ի երկարությունն է, բաժանում ենք 2/3-ի։ Այսինքն բաժանել կոտորակի վրա գիտենք, դնում ենք բազմապատկման նշան ու վերցնում հակադարձը 24 անգամ 3/2։ 24-ն ու 2-ը կրճատում ենք իրար հետ 2-ով, լինում է 12։ 12 անգամ 3 եղավ 36։ Ամբողջ AB հատվածի երկարությունը կլինի 24 գումարած 36 եղավ 60։ Ուրեմն AC-ն մենք ստացանք 36 սանտիմետր, CB-ն ունեինք 24, գումարը միասին ստացվում է AB-ն, պատասխան 60 սանտիմետր։ Անցնենք հաջորդ խնդրին։ Արյուրը իրենից ներկայացնում է պղնձի և ցինկի համաձուլվածք, որում պղինձը պարունակում է 60%, իսկ ցինկը պարունակում է 40%։ Վառարանի մեջ են դրել 120 կիլոգրամ պղինձ։ Որքան ցինկ պետք է խառնեն նրա հետ և որքան արյուր կստացվի։ Ուրեմն պղինձը 60%-ն է, ցինկը 40%։ Պղնձից վերցրել են 120 կիլոգրամը։ Այսինքն 60%-ը 120 կիլոգրամն է, 210 եմ գրել, 40%-ը x կիլոգրամը, վերցրել ենք, լուծել ենք 210 կիլոգրամով, 120-ի տեղը 210 ենք վերցրել։ Այստեղից 60 անգամ x-ը հավասար է 40 անգամ 210, որտեղից ստացվում է 210 անգամ 40/60, կրճատում ենք 40/60-ը և այստեղից ստացվում է 210 անգամ 2/3, որը ստացվում է 140 կիլոգրամ։ Այսինքն ցինկը վերցրել են 140 կիլոգրամ, եթե սա 210 է, նա կլինի 140 և գումարելով իրար 140-ին գումարած 210 ստանում ենք 350 կիլոգրամ։ Միայն դուք այստեղ 120-ի փոխարեն վերցրեք 210 համառոտագրության մեջ։ Շարունակենք։ Ունենք հետևյալ խնդիրը, տրված է աղյուսակ, որտեղ առաջի սյունյակում տրված է ժամանակը, որում անցնում է ճանապարհը, որը 120 կիլոմետր է, երկրորդ վանդակում տրված է արագությունը, որով անցնում է այս 120 կիլոմետր ճանապարհը։ Բաց են թողնված վանդակները, ես լրացրել եմ։ 120-ը բաժանել ենք արագության վրա, ժամանակը չի եղել, ստացել ենք 3 ժամ։ 120-ը բաժանել ենք 50-ի, ստանում ենք 12/5 ժամ, լրացրել ենք սա։ Այնուհետև եղել է ժամանակը տրված, 120-ը բաժանել ենք 2-ի, ստացել ենք 60 կիլոմետր ժամ։ Եվ տրված է եղել նորից արագությունը 80, 120-ը բաժանել ենք 80-ի, 3/2 ժամ և տրված է եղել նորից արագությունը 120 կիլոմետր ժամ, բաժանելուց հետո ստացել ենք 1 ժամ։ Անցնենք վերջին խնդրին։ Ուրեմն առաջին վարպետը 120 մանրակը պատրաստում է 3 ժամում,
Երկրորդ փականագործը 120 նույն մանրակը պատրաստելու համար պետք է նրան 2 անգամ շատ ժամանակ, այսինքն ավելի դանդաղ է պատրաստում։ Երկուսով միասին 600 մանրակը քանի ժամում կպատրաստեն։ Ուրեմն առաջինը 120-ը պատրաստում է 3 ժամում։ 1 ժամում քանի մանրակ կպատրաստի։ 40 մանրակ։ Երկրորդը 120-ը պատրաստում է 2 անգամ ավելի շատ ժամանակում, այսինքն 6 ժամում։ 1 ժամում որքան մանրակ կպատրաստի։ Պարզ է 2 անգամ քիչ, 20 մանրակ։ Երկուսով միասին 1 ժամում քանի մանրակ կպատրաստեն։ 40 գումարած 20 հավասար է 60 մանրակ։ Եվ վերջապես երկուսով միասին 600 մանրակը, եթե 1 ժամում 60 են պատրաստում, քանի ժամում կպատրաստեն։ Կպատրաստեն 10 ժամում։ Պատասխան 10 ժամում։ Սիրելի աշակերտներ, այսօրվա համար այսքանը։